Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ Ադրբեջանի պատմության թեմային։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմն ու Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այդ քարոզչությունը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, թե ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն եւ պետական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները, նաև գիտնականներ, ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե Սևանալիճ չկա, կա Գոյչալիճ։ Այս քարտեզները մենք պատրաստել ենք, դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից տեղափոխեց Ղարաբաղ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները պատմական ճշմարտության արտացոլումն են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան, ապայի հաղորդմամբ այցը կկայանա 44-օրյա պատերազմ հաղթանակի օրվա կապակցությամբ։ Նշենք, որ Բաքվում նոյեմբերի 8-ին կանցկացվի հաղթանակի շքերթ, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հայաստանը շարունակելու է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա գնել, բայց չի կարող հաշվի չառնել օգոստոսի 8-ին ձեռք բերված Վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Այսօր ազգային ժողովի Բաքում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պատասխանելով հարցին, թե հնդկական ԶԼՄ-ների տվյալներով հայկական կողմը Սու-30 MK կործանիչներ է գնել, Պապիկյանը կարճ պատասխանեց, նշելով, որ Հայաստանը Հնդկաստանի հետ նման կործանիչներ գնելու պայմանավորվածություն չունի։